Ողջույն բոլորին եւ բարի գալուս իմ Ալիկ երկրորդ էպիզոդին այսօր շատ հատուկ հյուր ունեմ Մանեն շատ հատուկ Մանեի շատ ջղայն են բոլորը իրականում պատկերացնում բայց անգելոտիկ է իմ ամենամտերիմ ամենակարեկցող ընկերներից Մանեն ուզում այսօր փորձենք այդ կողմը ցույց տալ, որովհետև մարդիկ ես դրա համար իրան չեմ վճարել քանի որ քո կյանքում շատ սիրուն, շատ կարևոր փուլ ա եկել դուք հասկացաք Ուզում սկսենք դրանից խոսել պատմես ոնց անցնում արդյոք այն բարդությունները որ ներկայացնում էին ինչա փոխվել, ինչա տվել ու ընթացքում պատրաստվենք Okay. Մինչև հղիությունը ինձ բոլորը վախացում էին ահավոր, մասնավորապես ասում էին, որ գործի հետ անհամատեղելի է, ոնց է անելու դժվար է, մասնավորապես սկզբի ամիսներին, դե բոլորը գիտեն, տոքսիկոզ, հոգնածություն եւ այլն էս կոմենտով, ու իմ համար երևի կյանքից մեծագույն վախերից եղել է իմանալ այս կարգավիճակի մասին, որովհետեւ ես չգիտեի դրանից հետո իմ կարիերայի հետ կապված ինչեր են առհասարակ լինելու Բայց բացի այն, որ երբ որ ես այդ դուրն իմացա ինձ այլևս կարիերան չէր հետաքրքրում, որովհետև ես անսահման ուրախ էի ուղղակի անկեղծ Զրո փոփոխություն, զրո ուղղակի, այս հատուկ եմ ասում այն մարդկանց համար, ովքեր իմ կարգավիճակում են ու վախենում են, որ աշխատանքը կարադուժի եւ այլն, ամեն ինչ կախված է ձեր տրամադրվածությունից, եթե դուք այդ որպես հիվանդություն ընդունեցիք, այսինքն sense վայ ես հոգնած եմ, ես վատ եմ, օ իմ սիրտը խառնում է եւ այլն, շատ վատ է լինելու։ Բայց եթե ասում ես, օ իմ սիրտը այսօր խառնում է, բայց ես գործի եմ, ոչ մի տարբերություն իրականում ու անկեղծ ես շուտով կլինեմ 5 ամսական մենք այսինքն բայց լուրջ եմ ասում ես իմ որևէ բան չի փոխվել, այսինքն իմ կյանքի որակի վրա ոչ մի բան չի անդրադարձել, ես նույն աշխատանքային գրաֆիկով եմ աշխատում, ես չունեմ սրտխառնոց, չունեմ գլխապտույտ, մենակ շուտ եմ հոգնում մի քիչ, ինձ թվում է դա այդ կոմպլեքսի մեջ դա նորմալ է, շուտ հոգնելը։ Այսինքն վախերի չէ որ ներկայացնում։ Չէ, իրականում բացարձակ չէ, ես հասկանում եմ որ շատ անհատական է օրգանիզմից է եւ այլն, բայց ամեն դեպքում այն որ իդեալական է ուղղակի, պլյուս դրան ես հավաքել եմ այս ամիսների ընթացքում 4 կիլոգրամ քաշ, այդ ես աղավոր շատ էի ուզում, ինձ ասած է պիլը, որ աղավոր շատ եմ ուզում մի քիչ չաղանամ, ու հիմա ասած ինձ իդեալական ամենջի համար, ուզում եմ միշտ հղի լինեմ, просто դա շատ կայֆ է, էլի։ Կվալիտայի նոր հավաքածուն փորձել ես ու ուզում եմ որպես հղի էլ ասես շատ են հարցնում արդյոք կարելի է օգտագործել կվալիտան պրոդուկտները հղիության ժամանակ քեզ վրա ոնց անդրադարձում ես ֆավորիտ պրոդուկտ անկեղծ հղիության երևի միակ բազիսական կողմը որ կհիշեմ այդ ակնեն է որովհետև այն որ իմ դեմքը երբեք պրոբլեմատիկ չի եղել ես տեղային ինչ-որ բշտիկներ երբեմն ունեցել եմ այդ ժամանակ հենց պարիդայի շիջուկն եմ միշտ օգտագործել ինքնից մի գիշերվա ընթացքում ամեն ինչ անցկացրել է բայց հղիության երևի առաջին ամսում ես ինձ մի օր ուղղակի արտանում եմ ու տեսնում եմ որ ես ինձ վառ արտահայտված ակնե ունեմ ու դե ես գրեցի քեզ դու ինձ հարգեցիր կվալիտայի սեթը այն վիճակը որը կա իմ դեպքին հիմա այս երազանք էր ուղղակի անկեղծ եմ ասում մի ամիս առաջ ու այս էլ է այն դեպքում երբ որ ես անկեղծ կլինեմ ու կասեմ որ ես ստաբիլ ամբողջ շարքը չեմ օգտագործում այսինքն ես օգտագործում պարտադիր առավոտյան ու երեկոյան լվացվող միջոցը որովհետև մեյքափ ուղղակի իդեալական է մաքրում այն որ հետո իրենց հետո sense տոներով որ վրայով անցնում ես մաքրում մաքուրա հա այն որ ես անկեղծ կլինեմ ու կասեմ որ չի ակնկալում որ հայկական արտադրանքը կարա այս որակի լինի լուրջ եմ ասում որ ուղարկում էիր դե բարձա որ իմ գերին է sense ուրախ եմ ասում դու sense ինչ թույնա իր բրենդինգը դիզայնը ամեն ինչ իդեալական է ուղղակի բայց չի սպասում որ իմ ֆավորիտը կդառնա ու ես որպես սպառող անկեղծ կարամ ասեմ որ պրոդուկտն է բրծնի ես հաստատ առնելու եմ մասնավորապես մաքրողը դեմքի որովհետև ինքը վերջն է անկեղծ ես հիշում եմ անել իմ ու Մանեի ռեակցիաները լրիվ նույնն էին պրոդուկտներին ասում եմ Մանե իսկապես ես չեմ տեսել կյանքում լվացվելու կել որ դու կսես ու դրանից հետո ոնց որ զգաս որ այս վերջն է այս այն մաքրությունն է որը ես միշտ ուզել եմ մասնավորապես դուք հեսա կտեսնեք ես քանի շերտով մեյքափ եմ անում իմ մոտ no մեյքափը չկա իմ մոտ full մեյքափ է ես կդիմը պետք է տենց մաքրել այն որ այստեղ բժիշկներ ունեմ դեռ ես սկզբում կոնսիլերով իրանց մի հատ փակում եմ ես տոնային չեմ օգտագործում բիբին տոնայի չի Պսի դե չէ, չէ
շատ քիչ հա, այսինքն ինքը տոնավորում է պիպին։ Դուք հեսա տեսնել եք երկու կատեգորի տարբեր մարդկանց, համարյա no make-up եւ ես ամեն ինչ շատ, ամեն ինչ երևացող, պապոլշե, բայց լյուքս դասի կոսմետիկա ենք օգտագործում, այնքան չօգտագործենք, որ sense նայեն դեմքիս Երևան։ Ահա։ Երևան։ Ման ուզում եմ պատմես, ոնց սալոնը հիմնեցին, ընդհանրապես ոնց սկսեցիր կարիերան, ու ովքեր չգիտեն, Մանեն նաև չինագետ է, առաջին մասնագիտությամբ, ոնց որոշեցիր, որ պետքա հող այս կտրով մասնագիտությունը, ոնց եկար այն ամեն ինչին, ինչը հիմա կա, ճանապարհը ոնց է անցել։ Ես Մանեին 5-6 տարի ճանաչում եմ, ու այն ամենասկզբում բոլոր գեղեցկության սրահներով Մանեի հետ անցել եմ, բոլոր որտեղից որ ինքը Դրանք դժվար է կոչել գեղեցկության սրահ, բոլոր պատվաններով եւ բոլոր տեղերով, այո, մենք անցել ենք ու գիտեմ էլի ինչքան իրականում բարդ ճանապարհ ա եղել ու այդ տարիքում ուզում պատմես ոնց սկսեց ոնց որոշեցի որ ընդհանրապես պետք է սովորես նախ սկսեմ նրանից, որ ես միշտ գերազանց սովորող, գերազանցիկի սինդրոմով երեխա եմ եղել, ով որ ամենտեղ միշտ պետքա լավը լիներ ու այդ իմ մոտ ես անկեղծ կլինեմ ու կասեմ, որ երևի ինչ որ դա կոմպլեքսի նման ինչ որ բան էր, որ ինչ որտեղ ես երկրորդը լինեմ, ինչ որտեղ ինձ ավելի լավը լինի ու այդ դպրոցում շատ արտահայտված էր երևում այդ բանը, բայց ես միշտ երազել եմ ուղղակի լինել գեղեցկության ոլորտում, նկարել, ստեղծել, ինչ որ կրեատիվի մեջ լինել ինձ ճանաչողները գիտեն ես ինչքան աղջիկ եմ, այսինքն այն որ կան աղջիկներ ովքեր որ սիրում են համադրել սպորտային եւ այլս ու խառն են իրանք ընդհանուր ոճային առումով, ես կոնկրետ աղջիկ եմ ու դե բարձա որ sense բնավորություն ունեցող մարդը որ ինչքան շատ կուզենա լինի beauty ոլորտում, բայց ես միշտ մտածել եմ որ ինձ ծնողները դեմ կլինեն, որովհետեւ դե ես այդքան տարի սովորել եմ, երբ որ դու գերազանց ես սովորում միշտ բոլորը ինչ որ ավելի ուրիշ ակնկալիքներ չէ, քեզ ինձ ունեն ակնկալում են որ դու հեսա պետքա բարձրագույն կրթություն ստանաս, ինչ որ լուրջ օֆիսային աշխատանք եւ այլն կողմենքով ես միշտ սպասում էի որ քեզ ասեմ իմ այդ ցանկության մասին, այդ իմ ընտանիքի կողմից ուղղակի չի ընդունվելու ու տենց ես դիմեցի համալսարան չինագիտության բաժին, բայց հոգուս խորքում ես հասկանում էի, որ այդ այն չի, ինչ ես ուզում եմ, ես դա չեմ սիրում ու ինչ որ կետում ինձ սկսեց երևալ, այսինքն չսիրելու պատճառով արդեն ինչ որ բաներից հետ մնալ ու ինչքան ստրեսային է սովորող մարդու համար բացի համատեղել է այն պահը գիտակցումը որ դու ինչ որ բան չես հասցնում բայց դու այս ահավոր է ուղղակի ու այդ շրջանում այդպես պատահական ուղղակի գովաստ բերեց իմ մոտ հոնքերի լամինացիայի դասընթացի ընդամենը 50,000 դրամով այդ ընթացքում ես անգամ չգիտեի, որ տենց պրոցեդուրա կա, որովհետև ես 16-17 տարեկան եմ եւ համալսարանի 0 կուրսում էի սովորում, չգիտեմ ինչ անցավ իմ մտքով եւ ես որոշեցի, որ ես գնում եմ ու սովորեմ պրոցեդուրա, որի գոյության մասին ես չգիտեի այդ ինչ պրոցեդուրա է, բացարձակապես։ Ոտ ես գիտեի, որ պիտի գնամ այդտեղ, եմ ասում ճակատագիր, ես դեռ իրական հավատում եմ։ Ես գիտեի, որ ես պիտի լինեմ այդտեղ, ես պիտի գնամ ու սովորեմ ու հիշում եմ, որ սենց վերջին կոպեկներով այդ ժամանակ ես 30,000 դրամ աշխատավարձ էի ստանում ու հավաքեցի փող գնացի սովորելու այդ սովորելու շրջանը դե անցավ պետք էր արդեն նյութեր առնել եւ այլն եւ մոտավորապես 2-3 ամիս մի շարք զրկանքներից հետո ես առա այդ նյութերը, որին հաջորդեց խոսակցություն տանեցիների հետ եւ ես ասացի, որ ես չեմ ուզում գնամ այդ համալսարան։ Ես ընդունվեցի համալսարան, բայց ես կեսից կիսատ թողեցի ուղղակի իմ ուսումը, որովհետեւ ես հասկացա, չէ, կարծեմ։ Երկրորդ բավականին արդեն ես հասկացա, որ ես էս եմ ուզում, ես ուզում եմ ամբողջապես սրան մեջ լինեմ, ես ինձ երջանկացնում է, ես ինձ լավ եմ զգում, ես սիրում եմ հաճախորդների հետ աշխատել, ես սիրում եմ սպասարկման ոլորտը, շատ իմն է, ահավոր իմն է, իսկ համալսարանում սովորել եւ այլն բացարձակապես իմը չէր, որովհետեւ ես անկեղծ երբեք չեմ սիրել սովորել, միշտ ատել եմ Միշտ չեմ սիրել, ուղղակի քարվեր ես պերֆեկցիոնիստ եմ եւ ես պետք է ամենտեղ լավը լինեմ, ես միշտ սովորել եմ գերազանց, որովհետեւ դու լավ չես սովորում, դու լավը չես։ Իմ մոտ այդ բանն էր ասոցիացիաներն հանքր տարիքում, ու ես տենց տեղի սովորում էի, բայց սա կյանքիս լավագույն որոշումն է եղել, անկեղծ եմ ասում, որովհետեւ հա, որովհետեւ մարդ պետք է զբաղվի նրանով, ինչի իրեն հոգեհարազատ է եւ ինչը ինքը սիրում է։ Պետք է հաջողել այդ անհնար ուղղակի։ Գտար առաջին գեղեցկության սրահը, որտեղ որ կար աշխատելու, չէ։ Ոչ, սկզբում
Սկզբում բոլորի մոտ ձախողումներ են լինում եւ իմ ձախողումը եղավ են, որ ես որոշեցի երկու աշխատանք իրար հետ համատեղել ու բժշկական կենտրոնում որտեղ աշխատում էի, խնդրեցի, որ արտաժամ ժամերի երբ ես չեմ աշխատում, իմ հանգստի ժամն է կամ չգիտեմ աշխատանքային ժամերից դուրս, X սենյակում ինձ ոնց որ ինչ հատված տրամադրեն, որ ես այդտեղ հաճախորդներ սպասարկեմ եւ այլն ու մեղմ ասած պայմանները, որոնցով որ ես աշխատում էի, խոսքը ֆինանսական հատվածի մասին է Հեչ լավ չէին, ես այդ տարիքում չէի գիտակցում, որ այդ նորմալ չի։ Ես այդ հաճախում էի, բայց ուրիշ Այդ ես չէի գիտակցում, այդ նորմալ չի, հետո դե 16 տարեկան, 17, այդ էր, հենց կն այլընտրանքը չկար։ Շուկան էր։ Շուկան նոր էր, պրոցեդուրան նոր էր, որևէ մեկը դրա մասին չգիտեր։ Ոնց այնպես արեցի, որ մարդկանց մոտ պրոցեդուրան, հոնքերի լամինացիան, ոչ մեկը չենք լսել, հաշտ ապրում ենք մեր հոնքերի հետ, ոչ մեկը հայտնվում է ու ասում է մի րոպե, կա պրոցեդուրա, որը պարտադիր է, ու եթե դու դա չանես, դու թերի ես։ Ես ֆրենդի մեջ չես։ Ես ֆրենդի մեջ չես։ Ես գնում եմ անե, հիմա ընդհանրապես ոչ հոնքերս հարցնես, ընդհանրապես ձեռք չեմ տալիս։ Ժամանակին ես այդ հիշում եմ, որ տենդենսի մեջ ընկած, որ հանկարծ հետ չընկնեմ, ես էլ էի գալիս ու անում եմ, բայց ես զգում եմ, որ օրինակ իմ հոնքերի համար դրա կարիքը չկա։ Իմ հոնքերը բնականից, ես ոչ իմ բանը չանեմ, մանեն միշտ ես իմ կարծիքը չի, մանեն ասում, սիոնա, կարես ոչ իմ բան չանես։ Իհարկե կան հոնքեր, որ շատ պարտադիր է լամինացիան, անհրաժեշտություն է, փրկում է այդ հոնքերին, բայց իմ հոնքերը օրինակ այդ դեպքը չեն։ Ոնց ստեղծեցիր պահանջարկ հայկական շուկայում, որովհետև քեզնից է սկսել։ Ամեն ինչ գալիս է քո աշխատանքը ուղակի սիրելուց, որովհետև երբ որ դու սիրում ես այդ պրոցեսը, դու իր մասին նենց հիացմունքով ես խոսում, դու իրան նենց ես ներկայացնում, որ դիմացինի համար, հա, եթե անգամ այդ անհրաժեշտություն չի, ինքը դառնում է այդ անհրաժեշտությունը։ Այսինքն ես ինքս իմ համար այդ պրոցեդուրան այնքան տենց պարտադիր պրոցեդուրա էր, որ մարդ եթե սիրուն է, ինքը պետք է դա անի, որ ես դա դիտմամբ չեմ այլ, այսինքն ես իմ բոլոր հաճախորդները կփաստեն դրա մասին, որ եթե եղել է ինչ-որ մարդում ես կարծել որ պրոցեդուրան պետք չի անել, անգամ երբ որ իրանք եկել են, ասել եմ եկեք ձեզ չանեք, որովհետև սիրուն չի, այսինքն այդ նպատակ չէր, որ սենց ես անընդհատ գովամ այդ պրոցեդուրան, որ ես ֆինանսական ինչ-որ շահույթ ունենամ եւ այլ, ուղղակի ես այնքան եմ սիրում այդ պրոցեդուրան, որ իմ համար մարդկանց 90%-ը լամինացիայով սիրուն են պրոստը։ Պետք է իրենց հոնքերն ու թարթիչները սիրուն լինի եւ այդ մարդիկ արդեն սիրուն են։ Որոշեցի, որ պետքա անցնես սրահին արդեն քան մեծ սրահ ունենաս, մասնագիտացված կենտրոն ունենաս, ոնց անցրել։ Իրականում ինչ որ պահ գալիս, որ դու փոքրում ես որպես մասնագետ աշխատելուց ու քեզ ինչ որ նոր դրայվ է պետք։ Իմ կյանքում ես ահավոր շատ եմ սիրում դրայվի մեջ լինել, ինչ որ ռիսկերի մեջ լինել։ Դու լավ գիտես։ Ես ինչքան եմ սիրում այդ արտահայտությունը շատ իմ մասին է, որ մենք գլխից մեծ գործ ենք բերել։ Ինքը ինձն է նորություն ասում, ես sense ապշած ասում եմ Մանե նոր ինչ բան է։ Այս մեկը նոր է սպրծել, ես ստոպ չունեմ, ես անընդհատ պետքա այդ տեմպի մեջ լինեմ եւ այն ու դա ինձ երջանկացնում է ու ջերկն են ինձ թվում որ մենակ ուղղակի մենակ ռեալ չէր էլ աշխատելը։ Հետո ինձ արդեն հետաքրքիր էր այդ բիզնես ունենալը որն է։ Ոնց են դա աշխատացնում, այդ ուրիշ լեվել է լրիվ։ Այսինքն աշխատել որպես մասնագետ այդ էլի շատ հավես է, լրիվ ուրիշ բան է դա եւ այդտեղ չկա պատասխանատվություն, այդտեղ չկան այդ մեծ ծախսեր եւ ունենալ մեծ թիմ, կրել բոլորի պատասխանատվությունը, անել ամեն ինչ, որ այդ նույն մարդկանց ապահովես քեզ հավասար գրանցումներով ու այդ նույն որակը տաս հաճախորդների եւ այլ, այդ ահավոր դժվար է։ Ման ու շատ շուկայում չեմ վախենա ասեմ, քեզ կրկնօրինակում են շատ ու ուրիշ բան է ոգեշնչում, ուրիշ բան է, երբ որ ուղղակի անում են այն գործերը, վիդեոները, որը դու ես անում։ Վերջերս սկանդալային դեպք եղավ։ Ես չէի կարող այս մասին չխոսել։ Փոքր անդրադարձ ունենաս ու այդ մասով մի քիչ խոսած, որ մարդկանց մոտ էլ լինի բարձ ինչա կատարվել ու քո վերաբերմունքը հանրապես շուկայում այդ կրկնօրինակման է եւ այլն։ Սենց չգիտեմ, ամեն տարի նկատում եմ, ես ոնց եմ level up լինում գնավորություն տեսանկյունից,
ամեն տարի ինքնավարությունը փոխվում է, եւ ես հիմա մի քանի անգամ ավելի հանդուրժող եմ, քան առաջ էի։ Առաջ, երբ որ ես նկատում էի ինչ-որ բաներ, որոնք որ միանգամից վերցվում են, ես շատ կտրուկ էի դրանց անդրադառնում, որովհետեւ ես ահավոր մեծ ռեսուրս ժամանակ էի դնում այդ մտքերի վրա, եւ մեկ է տեսնում էի, որ հոբ ինչ-որ մեկ է այդ վերցած ու մի հատ եմ պրոստը պետք է նշել, որ ոգեշնչվել են այս մարդուց այդ չեն ու դու sense ու ամենաբանը որ այդ մարդիկ ասում են ասինքն ես որևէ մեկին չեմ կրկնօրինակում եւ այլն այս կոմենտան որևէ մեկին չի ոգեշնչել ես այն ժամանակ այդ շատ կտրուկ էի դառնում շատ ուղղակի որովհետեւ դե փոքր էի անու ռեալ փոքր էի ու ինձ դժվար էր հիմա շատ թեթև եմ տանում հիմա անգամ եթե հակերտ ժամանակ չունեմ որ sense տեսնեմ ով ինչ անի բայց ես հիշում եմ որ դուք մտերիմ եք Okay, կյանքին ինչ-որ է ասում մարդիկ, հա, այսինքն մենք խնդիր չունենք իրար, մենք կոնֆլիկտ չունենք, մենք ուղղակի ամեն մեկը ապրում ենք մեր կյանքը, ապրում ենք մեր ճանապարհով, որովհետեւ խնդիրը այդտեղ չկա, այսինքն եթե մենք երաժշտություն տեսնենք էլ հաստատ ուղղակի իրար կվարևեն, կանցնենք արագ, մենք դա ինչ-որ թշնամանք չունենք, էլի իրար նկատմամբ, ուղղակի okay, եղավ սիտուացիա, տաղանջ սիտուացիա էր, որտեղ ինձ դիմացինը չէր հասկացել, ես դիմացինին չէի հասկացել, ու քանի որ էդի մեծ բռնկում ջաններ եւ գուցե ցանցերում կարաները ոնց որ ավելի շատ իհարկե անցասականավոր մարդիկ են պես անեն ինչ որ մի հատ չգիտեմ չգիտես ոնց է երբ որ sense դու sense դու զանգերս այդ մարդու խոսել ես ամեն ինչ օքեյ դու իրար հասկացել ես դու sense բացում ես ու քեզ տեսնում ես ինչ կոմենտներ են դու ավտոմատիկորեն պաշտպանական բան առաջանում դու այդ մարդու հետ չունես կրել դու ուղղակի ուզում ես ասես եղբայր մենք իրար այդ խնդրեմ չունի ինչ եք ուզում եւ ինձնից եւ այդ մարդու այնտեղ հայտնվել էին մարդիկ ովքեր ինչ որ ինձ էին մեկը ինձ էր պաշտպանում մեկը իրան էր պաշտպանում ինչ խառը բաներ ասում ես որևէ մեկը ստեղ իրար պաշտպանելու խնդիր չունի ասում եմ ինչ որ սկանդալ հիշել ու այդ կապված իր համար ուղղակի ես որևէ սկանդալ մեջ ստորիները խնդրում եմ մեկ էլ ինչ որ բռնկում մի հատ Դեպս սկանդալ չի, ես ուղղակի այդ բանին այդ տրամադրությունն ունեմ, տենց չեմ այդ էմոցիաները։ Ես անկեղծ եմ իմ լսարանի հետ, եթե ես ինչ-որ մեծ ներվայնացած եմ։ Ես հիշում եմ, սկանդալ ինչ-որ մեկի հետ կապված, ես ինչ-որ սիտուացիաների, տարբեր իրադարձությունների հետ կապված, այս ընդհանրական ինչ-որ բաներ լիքն են եղել, շատ են եղել։ Բայց անձնապես հետ կապված, որ քեզ անհանգստացնում է ու քանի որ շուկաներ մեծ է, հա, մոդելները ինչին պետքա պատրաստ լինեն, ոնց անեն որ խնդիրներ չլինեն ամեն դեպքում իրանց կողմից, չգիտեմ։ Իրականում միակ բանը, որ ինձ նյարդայնացնում է, այդ երբ մոդելը իր անձնական խնդիրները փորձում է փաթաթել դիմացինի վրա, այսինքն օրինակ գալիս է որպես մոդել սպասարկվում է, ու դրանից հետո ասում է, գիտեք, ես անձնական խնդիրներ ունեմ, խնդրում եմ այդ հոլովակը ջնջել, դիրքերը ընդունում եւ այլն այս կողմում, ու վերջ-վերջը եկեք հասկանանք, որ մոդելի միակ ֆունկցիան դա ուղղակի գեղեցիկ կերպով աշխատանք ներկայացնելն է, այսինքն դու ստանում ես անվճար պրոցեդուրա եւ դու փոխարեն ինչ որ բան պետք է տաս դրա համար եւ այդ ուղղակի քո սիրուն դեմքն է որը որ ներկայացնում է այդ մարդու աշխատանքը եւ կապ մինիմում անարդար դիմացինի նկատմամբ եւ անարգարից դիմացինի նկատմամբ երբ որ դու գնում ես խլում ես այդ մարդու ժամանակը եւ բոլորը գիտեն որ հիմա այդ վիդեո նկարահանումները բավականին ծախսական են այսինքն դու ռիմեյքերին ես գումար վճարում այնտեղ չգիտեմ դու ժամանակ ես կորցնում դրա վրա այդ ժամանակը որ դու կարայիր հաճախորդի դրամատուրգ գումար աշխատել դու անվճար պրոցեդուրա ես անում նյութ ես կորցնում եւ այլն ու այստեղ խնդիրը մեկն է մարդը որ չի ուզում իրան նկարել ընդհանրապես կարող է սկզբում ասել գիտեք ես փոշմաններ եմ ես չեմ ուզում ինձ նկարել անկեղծ եմ ասում մենք ուղղակի կասենք օքեյ вообще ոչ մի խնդրեմ չկա եւ կգտնենք այլ մոդել ընդհանրապես 10 րոպեվա ընթացքում որովհետեւ մոդելի բազան մեր շատ մեծ է բայց մարդիկ գալիս են ստանում են պրոցեդուրան ընթացքում շատ ջեր մենք իրար հետ զրուցում ենք անում ենք պրոցեդուրա հավես եւ այլն ես կոմենտում հոլովակը տեղադրվում է եւ մոդելը գրում է գիտեք իմ նշանածը ասաց որ ինքը օքեյ չի էս վիդեոյի հետ ու վիդեոն շատ աղջկական վիդեո է եթե ստորիաներ էլի այդպես բացի եթե ես իմանամ որ այդ վիդեոյի մեջ ինչ-որ պրովոկացիոն բան կա մենք այդ մարդուն ինչ-որ վուլգար կերպով ենք ներկայացնում ուղիղ նստած մոդելը ում հոնքերի պրոցեդուրա է կատարում էլ այսինքն այդտեղ ինչ-որ դες տարօրինակ որևէ բան չկա եթե լիներ ես կհասկանայի այդ բայց հակառակ դեպքում դու արդեն այն որ sense ու երբ որ այդ դեպքերը մեկը չեն դրանք անընդհատ կրկնվող դեպքեր են դու չես կարող չներվային իսկ գրանցվող չէ կող Շատ կան, շատ, բայց այդ արդեն ինքան ես սովորում դրան, որ այլ ռեակցիա չես տալիս դրան ընդհանրապես, բացարձակ այլ ռեակցիա չես տալիս։ Ման ասացիր, որ օրինակ հաճախորդների, չգիտեմ, կողակիցները եւ այլն, օքեյ չեն լինի։ Դու այդքան շատ ակտիվ ես սոցիալական ցանցերում, քո ամուսինը, ողուն, ոնց է վերաբերվում այդ ամեն ինչին։ Ինքը
շատ լավ է վերաբերվում ցանկացած բանի, ինչը կապված է նախասիրությունների հետ։ Ցանկացած իդեա, անգամ պարաշուտից թռնելը իր համար օքեյ է, եթե դա ցանկությունն է։ Այսինքն մենք այդ առումով շատ առողջ ամեն մոտ ամեն, եթե դու ինչ-որ սիրում ես, օքեյ, դու դա պետք է անես։ Ու դեռ եթե ինչ-որ իդեա եմ ունենում, առաջին բանը ինչով ես կարամ օգնեմ, վсё։ Այսինքն երբեք չի եղել տենց դա մի հատ նկար, մի հատ վիդեո, որ ինքը ասի, գիտես, նախ ես ինչով գիտեմ, որովհետեւ շո արտահայտությունների մեջերում տեղի չեն լինում։ Հետո ինքը տենց բաներ չունի, ու մենք աշխատ մենք ծանոթացել ենք արդեն այն ժամանակ, երբ որ ես զբաղվում էի այդ ամեն ինչով եւ ինքը ինձ տեսել եւ սիրահարվել է TikTok-ով։ TikTok-ում Twitter-ը անում այդ ժամանակ։ Բայց դրանից առաջ ինքը իմ վիդեոներից մեկը ուղարկել է իր մոտ ընկերոջը, ու գրել է կամուզնա ես աղջկա, եւ 1 տարի անց մենք կամուզնացել ենք։ Մանեն սովորում էր համալսարանում ու այդ համալսարանում դասախոս էր Մանեի ամուսինը, բայց քեզ չի դասախոսել։ Չէ, ինձ չի դասախոսել։ Հա, ոնց է դա պատմում։ Ինձ իրական է, ինձ շատ հետաքրքիր էր, թե ինքը ինչ տեսակի մարդ է, որ այդ տարիքում ինքը դասավար։ Նախ ես չգիտեի իր տարիքը, ես գիտեի, որ ինքը մեր համեսամ դասախոս է, ես ակնկալում էի, որ ինքը մինիմում 30 տարեկան կլինի։ Դե եթե ավարտի, ասպիրանտուրա եկան ինչ իրական աստիճան, մտածում էի, դե մի 30 կլինի, եւ իմ շոկը, երբ ես իմացա, որ նա դասավանդում է համալսարանում 23 տարեկան է։ Osmum լովես ոնց ինձ յամամ երբեք տղաներություն հետաքրքրել այն առումով որ մի դա է տղա հա բայց ինքը ասում էի լով ասենք ինչ կարգի մարտի խելացի լինի իսկ ես տղամարդու մեջ ամենագրավիչ բանը իմ համար դա խելքն է ասում էի ինչ կարգի խելացի պետք է լինի որ այդ տարիքում իր այդ բոլորը հաշվի էին նստում ինքը եւ համալսարանում դնում ինձ հետաքրքիր էր եւ ես ասեցի մեկ վարքյան ես կգրեմ այս երիտասարդի դու ես գրել առաջինը չէ բայց մինչև այդ ինքն ստորիներ անդադ նայում են ինչ-որ ռիեկտներ բաներ հա աղջիկներ սովորել աղջիկ չէ ժենսիա տակայա եթե ես ինչ-որ ուզում եմ անել ես դա անում եմ հասկանում ես այդ մարդը ինձ հետաքրքիր է ինչի պետք է ես չգրեմ ինչ կա դրա մեջ ասենք որ ինքը բայց ամենահետաքրքիրը գիտեք որն է որ ինքը դրանից առաջ ինձ գրել էր մեծ տեքստեր գրել եւ ես դա չեմ տեսել չեմ պատասխանել եւ ինքը ուղղակի դա անսեն դա արել նենց որ դու չեք ավես առաջին քայլը արել ինքն արել օքեյ հա մեր խոսքով ես իրան ուղարկել եմ թրթուր եւ սախսախոն հիշում եմ Դες ինչի որտեղ այդ երկու էմոջիները իրար կողքոր դնում, ասում դու թրթուրը սաքսոֆոն կվագի շատ խնդալու է։ Այդ չգիտեի ինչ գրեի, ըստ ուղարկել թրթուր եւ սաքսոֆոն։ Եվ այդտեղից սկսվեց մեր սիրային պատմությունը։ 3 օր անց մենք ընկերություն էինք անում։ Եվ մոտավորապես 2 շաբաթ Ինչու կարևոր հատկանիշներ, որ շատ կարևորն է ստեղամարդ մեջ ու մեր աղջիկների ովքեր մեզ հետևում են խորտ կտած որպես փորձառու արդեն ամուսնացած կին դրան ուշադրություն դարձնեն սիրելը այն զգացողությունը որ դու տեսնում ես ոնց է տղամարդը ապրում քեզնով ինքը սիրելը իհարկե ես ծուած դու ես I have bun okay Այդ զգացողությունը որ քոմր գշվում են ուղղակի քոմր ամեն ինչի պատրաստ են աջակցում են քեզ ճիշտ է որ ասում են պետք է հարաբերություններում տղան ավելի շատ սիրի որ այդ հարաբերությունները աշխատեն ինչու՞ նո մտած դե մեր հարաբերություններում ակնհայտ է ոնց ես էլ եմ շատ սիրում բայց ոնց որ ինձ թվում է դա պետք է լինի ես ինձ թվում է հա սիրելը օքեյ and ինչն է կարևոր աջակցելը եւ ֆինանսապես եւ ցանկացած այդ իդեալներ եւ այլն ես կողմ են կողմ տղամարդը ինչ պետք է գնոջից շատ աշխատել հա բայց ցանկացած կին իր կողքին ուզում է տեսնել կայացած տղամարդ ինքը ուզում է տեսնի հենարան մարդ ում վրա կարելի է հենվել կարելի է չգիտեմ խնդիրները թեկուզ բարթել այդ մարդու վրա ու ասել այդ հարցը դու ճանապարհին գալուց ասել եմ ստուդիայի համար աթորներ ճարի առ ինչեւ ես վերջ խոսեմ ոնց է դա այսինքն կինը պետք է հասկա որ իր փոխարեն իր հարցերը լուծվում են այդ տղամարդ ուրիշի չի համար կնոջ կյանքում եթե չպետք է կնոջ խնդիրներ լուծի
Որն է տղամարդու ֆունկցիան։ Կնոջ ֆունկցիան տղամարդու երջանկացնելն է, չգիտեմ, կենցաղային հարցեր, այս կողմ աջակցել եւ այլ տղամարդու ֆունկցիան կնոջը տալ այդ ապահովության զգացողությունից, ապահովության զգացողություն առանց ֆինանսական կայունության, այդ ուղղակի ռեալ չի։ Փոխադարձ իրար տալու, չգիտեմ, ու ստանալու մասին այս հարաբերությունները ինչ որ տեղել, երբ որ ումանեն այն տեսակն է, որ ինքը ասենց մինչև վերջ, նույնիսկ մինչև վերջի դրամը, գումա, չգիտեմ, ամեն ինչը ինքը պատրաստ է, բայց ինքը ոչ թե մենակ պահանջում է, ինքը շատ առատաձեռն տալիս է ու ես կարծում եմ, որ ընտանիքում իրականում մասնավորապես ամուսնությունից հետո ընկերության շրջանում ոչ մի կոպեկ թշնամու չի կարելի։ Ինչ Ընկերության ընթացքում, երբ որ դու դեռ ընկերություն եք, դեռ շփվում եք, ֆինանսապես աջակցել կողակ։ Ոչինչ, խնդրում երբեք գումար չտալ աղջիկներ տղամարդ, երբեք։ Հետո շատ փոշ։ Որովհետև 90% դեպքերում հետո պարզվելու է, որ ոնց որ գումարը եթե չլիներ, դուք իրար հետ շփում չեք ունենալ ընդհանրապես։ Չէ, պետք չի, իրականում շատ փչացնում է հարաբերությունները, երբ որ դու նոր ես շփվում, կամ չգիտեմ, շփվում ես, դեռ ամուսիններ չեք եւ այլն, դոճու շատ կարևոր խորհուրդ։ Այո։ Այդ ընկերության շրջանում ֆինանսապես օգնել եւ այլն, բա ես ինչ լավ աղջիկ ա, ինքը իր կողակցին անքնում է, դա մոռացեք, այդ միայն ամուսնական կարգավիճակում եւ ոչ միշտ որովհետև տղամարդուն գինը պետք է աջակցի լավ խոսքերով, պետք է ասի, չգիտեմ, ես հավատում եմ, որ քո մոտ կստացվի, ես կողմ եմ, այդ փաստա։ Բոլոր մարդիկ կասեն, որ կինը իր գումարը պետք է ծախսի մենակ իր վրա, ինքը պետք է լինի սիրուն, պետք է լինի խնամված, պետք է լինի երջանիկ եւ այլն, ու այդ ամեն ինչը նրա մեջ է, որ ինքը բավականաչափ գումար ունի ինքը իր վրա ծախսելու համար։ Ախր բայց դա քիչ բան չի։ Շատ են ծախսերը, շատ թանկ է։ Առաջին երբ որ ամուսինս իմացավ, ես ինչքան փող եմ ծախսում մենակ իմ բյութի պրոցեսային վրա, ինքը շոկի մեջ է ուղղակի։ Եկեք հիշենք, որ Ալեքսանդրիտը ժամանակին 120,000 դրամ էր։ Ման, ես ու դու էլ հոկեբանի բավական երկար ժամանակ այցելել ենք։ Ինչ կասես այն մարդկանց, ովքեր տարավուսում են գնան արդյոք հոկեբանի մոտ, թե չէ։ Հոկեբան ընտրելուց պետք է լինել շատ ուշադիր։ Ինչի, որովհետև հոկեբանը քեզ կարա բարձրացնի, level up-անի եւ կարանի լրիվ հակառակը, որովհետեւ այդ շատ եմ նկատել Հայաստանում հոկեբանների մեծ մասը սովորեցնում է մասնավորապես մեր տարիքային խմբի աղջիկներին լինել էգոիստ, անցնել բոլորի վրայով եւ չլինել որևէ տեղ, որտեղ քեզ կոմֆորտ չի, շատ, այսինքն հետ քայլ չկա, անցի բոլորի վրայով, եթե քեզ ինչ-որ բան չի գալիս։ Ու այդ շատ կործանարար է, որովհետեւ ես իմ մաշկի վրա դա զգացել եմ, երբ որ ես իմ առաջին ընտրությունն արեցի հոկեբանի, ինքը ինձ նենց էր դարձրել, որ նախ որևէ մեկին հետ չուզում շփվել, անգամ իմ ծնողն, իմ մաման ինձ ասում էր մանե այդ հոկեբանը քեզ քայքայում է, ստոպ տուր։ Ու ես եկա այնքի դարձման, սենց հեճիկա ես պետք է իմ մասին մտածեմ, ես որևէ մեկին որևէ բան պարտավոր չեմ։ Այսինքն այնինք իմ հոկեբանը մենակ քո ծնողներին աջակցելը թեկուզ ֆինանսապես, դա ես կարծում եմ, որ դա յուրաքանչյուր զավակի պարտքն է, աջակցել ծնողներին ֆինանսապես, որովհետև այդ մարդիկ իրանց թվերին ավելի դժվար է եղել եւ իրանց ամբողջ էներգիան եւ իրանց ամբողջ կյանքը դրել են, որ քեզ որպես անձ ձևավորեն ուղղակի, դու պարտավոր ես, չեմ ասում չգիտեմ ինչ անես, բայց մինիմալ կարիքները, եթե այդ մարդիկ ունեն դրա կարիքը, դու պարտավոր ես այդ հոգեբան։ Բայց հոկեբանը ոսում է գիտես, դու քո ծնողին ընդհանրապես որևէ բան պարտավոր չես, որովհետև ինքն է ընտրել քեզ ունենալ, դու չես ընտրել ծնվել եւ այլն ես կողմեն կա, ու իրենք այնքան լավ են ասում քո վրա, որ դու այդ պահին ասում ես, դու պահի տակ մասնավորապես երբ փոքր ես տարիքով, դեռ փորձառություն չունես հոկեբանի հետ աշխատելու, դու իր ասած ցանկացած խոսք ընդունում ես որպես ոսկե կանոն կյանքի, որով պետք է ապրել, առաջնորդվել եւ այլն, ու դա կործանում է քեզ ուղակի X բայց սկսած ես հասկացա, որ ուղակի այդ հոկեբանը քանդում է ինձ եւ իմ կյանքը եւ այն կերպարը, որ ինքը ստեղծում է, այսինքն այդ ստերոզնի կերպարը, որ մենակ ես եմ էգոցենտրիկ, ինչ որ բաներ եւ այլն, այն կերպարը, որ ինքը ինձ ստեղծում է, այդ ես չեմ։ Հակառակը ես երջանկանում եմ, երբ որ ես ինչ որ մեկի համար ինչ որ բան եմ անում, երբ որ ես ինչ որ նվերներ
դեր եմ առնում ուղղակի պատահական, երբ որ ես իմ կողակցին եմ աջակցում, երբ որ ես իմ ծնողների համար եմ ինչ-որ բանում, այդ իմ կյանքի կարևորագույն նպատակն է, ու ես չեմ կարող բացատրեմ, թե ես ինչքան եմ երջանկանում, երբ որ ինչ-որ մեկի համար ինչ-որ բան եմ անում։ Ու այդ этаպում, երբ որ ինքնից ասում եմ, տենց պետք չի անել, դու մենակ քո համար եւ այլ, ես ինձ ամենադժբախտն եմ զգում, բայց ես ինձ զգում եմ ճիշտ ապրող մարդ, որ ճիշտ մարդը sense պետք է ապրի։ Դրանից հետո ես պաուզա վերցրեցի, որպեսզի ինձ հոգեկան աշխարհը մի հատ կարգի բերեմ։ Ու արդեն սկսեցի աշխատել այլ հոգեբանի հետ, ով որ իմ կյանքը ուղղակի sense շոու տվեց գլխի վրա, եւ ես իրան անսահման շնորհակալ եմ։ Այսինքն պետքա չգնաք հոգեբանի մոտ ու sense լրիվ անջատեք, sense 100-ից 100% վստահեք ու ասեք վերջ դու ինչպես ուղղակի տակ այդ մարդը, որովհետեւ ոչ բոլորն են պրոֆեսիոնալ։ Մենք երկուսը մագնի խմում ենք, բայց ինքը ինչ որ շատ ուժեղ մագնի ախմում է, հասկանու։ Չէ, իրականում է խնդիր կա, խնդիրը պետք է լուծել։ Դու քո այսօրվա օրը փչացրեցիր, այն օրը որ դու չես կարող ապրես, ինչ է քեզ տալու։ Սա mindset է, ինչի դու եք Աստված միշտ ամեն ինչ անում է քո օգտին։ Եթե ինչ-որ բան եղել է sense, հիմա թե ես ինչ սիտուացիայում եմ, մենակ ես գիտեմ եւ Սոնան ու իմ բարեկամներից որոշ մարդիկ խոսքը բիզնեսի մասին է, որ դրից չեկան պատկերացնի։ Բայց ես ասում, ուրեմն sense էլ պետք, Աստված ավելին է նախատեսել իմ համար, ու ռեալ ես այսօր այդ ամենից հետո մի հատ նենց հնարավորություն եմ ձեռք բերել, որը որ ինձ հեսա մի 3 քայլ առաջ կտանի, ուղղակի այդ չկոտրվելու պահն է, ու sense պանիկայի մեջ չընկնել, բիզնեսը է դա։ Պանիկայի մեջ չընկնել, հասկանալ, օքեյ, այս խնդիրը ոնց եմ լուծում, ինչ եմ ծախում հիմա։ Որ բան չմնացավ, այս վերջերս էլի շատ հայտնի տենց գործարվի հետ էի խոսում, ու ասում եմ, «Եկու տուն եմ ծախել», sense չգիտեմ, մեքենաս 2-3 անգամ մեքենա եմ ծախել եւ այլն, sense ասում, ու դուք չգիտեք այդ կողմի մասին, հասկանում եք, ձեզ մենակ է սիրուն կողմն այրվում, բայց մանեն, չգիտեմ, ոնց է հասցնում այդ ամեն ինչը անի, ասած իդեալական տեսք ունենա, չգիտեմ, կանացի ֆենոմենալ բան։ Այսը քոսეთი արձակողները Ուզում եմ այս կողմից էլ ճանաչեք, որ մարդը այս փուլին հասնելու համար շատ մեծ ճանապարհ է, դժվարություններ անցել ու մինչ օրս անցնում է, ինչի մասին դուք չգիտեք, բայց դուք տեսնում եք գեղեցիկ կողմը, որը իսկապես կա, բայց դրա հետևում մեծ ճանապարհ կա։ Կարծում այսօրվա մեր էպիզոդը այսպես սահմանափակենք։ Շատ ապրայս որ եկար, շատ ուրախ եք քեզ նաև իմ եթերում տեսնել, հուսամ ինչ-որ չափով կարողացա բացահայտել ու այս կողմն էլ քեզ ցույց տալ, որովհետև միշտ այդ ջղային կողմն են տեսնում, բայց կա սենց շատ բարի, աջակցող, կամեցող, չգիտեմ, լավ մաներ, ում պետք է ուղղակի ճանաչել։